մասը լուծում ենք, հա, որ միանավաճ Հա, բանը ինչ ես այսօր էլ նամակ ստացա փոխվարչապետին ֆորվարդարի, ես հանձնարարել եմ որ լուծում ստանա։ Ածներինը, չէ։ Հա, իմացա, որովհետև ապրիլի քանիսն է միջև հա, միջև պետքա լուծենք։ Երամսակը 1, չէ։ Ասեն գոնե Հա, երամսակը 1-ով Տիկին Ավանեսյան, ոնց ենք երամսակը 1-ով անում ենք, չէ։ Հա, հա։ Երամսակը հարց ունեմ ձեզ։ Կհասցնենք, չէ, միջև ապրիլի 20-ը այնց արեք լինի, հա։ Մի հատ հարց ունեմ։ Ուրեմն իմ թորնիկը ծառայում է։ Հիմա ես կոնկրետ մենակ իմ թորնիկի մասին չի մտահոգությունը, մեր ընդհանուր երկրի երեխեքի մասին է, որ դուք անընդհատ ասում եք պատերազմա լինելու, եթե ես չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով։ Պետք չի տառապել, որովհետև հիմա կարող է ես ընտրում եմ ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում։ Ես ուրեմն պետք է մտածեմ, որ մեր վարչապետին չընտրեցին։ Տեսեք, ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ, որ այն ձեզ հայտնի քաղաքական ուժերը, ես հետևում եմ իրանք ինչ են ասում, իրանք բոլորը հանդես են գալիս խաղաղության վերաբանակցելու, վերանայելու օգտին։ Դա շատ վտանգավոր է։ Մարդկանց ահուս սարսափի մեջ եք պահում։ Չէ, մենք ահուս սարսափի մեջ։ Մենք ընդհակառակը ժողովրդին ասում ենք, որ խաղաղություն ենք հաստատել, խաղաղությունը հաստատված է եւ բոլորին կոչ ենք անում, որ խաղաղությանը տեր կանգնենք։ Խոսելուց փաստացի ոչ մեկ չի ասում։ Փաստացի այդ խաղաղությունը հաստատված է։ Ես եմ ասում։ Ես ասում եմ հաստատված է։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ թղթերը ստորագրել ենք, ես վերադարձել եմ եւ 2025 թվականի օգոստոսի 18-ին ուղերձով դիմել եմ ժողովրդին ձեզ եւ ասել եմ որ խաղաղությունը հաստատված է։ Ես լսել ձեր ասածը, որ եթե ես չլինեմ, սեպտեմբերին մեծ պատերազմ սպասվում։ Ես ասում ոչ թե ես չլինեմ, այլ եթե այդ ուժերը գան իշխանության, այո, ես կրկնում եմ, որ դա իմ կանխատեսումն է եւ համոզմունքն է։ Դրա համոզված եք։ Այ որ համոզված չեմ ասի։ Դե դրա համար ժողովրդին ասում եմ, տեր կանգնեք խաղաղությանը, պետք չի լարվել։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հունիսի 7-ին կգնա, տեր կկանգնի խաղաղությանը, եւ մենք այդ խաղաղությունը ավելի ես հույսս ուզում եմ ձեր վրա դնեմ, ոչ թե ժողովրդի։ Չէ, բա ես առանց ժողովրդի ինչ կարամ։ Հա, ժողովուրդն է ձեր կողմը։ Բա վերջ։ Դուք պետք է անեք, որ ժողովուրդը ձեզ ընտրի։ Դե ես շատ մեծ մտահոգություն ունեմ։ Ես մենակ իմ թորոն մասին չեմ մտածում։ Բոլորն էլ մեր երեխեքն։ Դրա համար մենք բոլորս իրար հետ պետքա տեր կանգնենք խաղաղությանը։ Եվ էս էլ մեր խաղաղության սիմվոլն է։ Նվիրեմ մի հատ ձեզ։ Վայ, չեմ ուզում։ Ինչի։ Չեմ ուզում։ Ես կսպասեմ ու ես ուզում եմ, որ անձամբ այս ընտրություններից հետո ես ձեզ տեսնեմ։ Այդ ուղղակի իմ խնդրանքը կլինի։ Հիմա դուք քվեարկելու եք մեր օգտին, թե չէ։ Թողեք ինձ։ Հա, թողեմ։ Ես ընտրությունները ցույց կտամ։ Ես ոնց հետո ընտրություններից հետո ես ոնց տեսնեմ։ Չգիտեմ։ Իրավունք չունեմ։ Հիմա տեսնում եք։ Իրավունք ունեք։ Դե ուրեմն եթե հիմա իրավունք հաստատի տվել եք բոլորիս։ Ես 7 տարի անընդհատ ավտոբուս եմ նստում, մետրո եմ նստում, յուղ եմ գնում, քաղաք եմ գնում։ Իմացել եմ, եկել եմ ձեզ տեսնել։ Դե հետո էլ կիմանաք կգաք։ Շատ ուզեի, որ դուք նորից գայիք այս մեր տերիտորիան, հատկապես Բանգլադեշ, ու մի քիչ հսկողությունը շատացնեիք։ Ինչի վրա պետք հսկողություն։ Ամեն ինչի, տեսնեիք ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, ասեք։ Չգիտեմ, դուք ինձ մեզանից չէ, անկեղծ։ Հիմա կոնկրետ ինձ այս բանակի, այս պատերազմի այդ տենց հարցերն է ինձ առաջնահերթ։ Բոլորիս։ Խաղաղության։ Այո, խաղաղությունը։ Տեսեք, ինչա այս գլխարկի վրա ինչա գրած։ Այն ժամանակ էր գրված։ Չէ, հիմա գրված է, հիմնավորված է գրված հաստատքով։ Գիտեք ինչ։ Ոչ մեկի նկատմամբ հավատ չունեմ։ Ընտրությունը ձերն է։ Մտածեք եւ կատարեք ձեր։ Շնորհակալ եմ։
Էսա եղբայրս։ Հա, Մի խնդրանք ունեմ էլի ձեզ։ Ուզում եմ նկարել։ Ամեն էլ չէ, պատի պատտես։ Նա նվիրեմ սրանից եղբայրս։ դու չես կարող նկարել։ Չէ։ Էս ասես բան ունես, խփում ես։ Ես խնդրում եմ իմ խնդրանքը Մի հատ սպասի նվիրեմ քեզ սրանից։ Մի րոպե ճիշտ է եղբայրը, վաղ էսա հենց քեզ հետ եմ խոսում հիմա։ Ինքը վաղուց է էլի սպասում, մի հատ տենենք ինչ Ես զոհվածի ծնող եմ։ Մենք շատ ենք իրար հետ հանդիպել Եռաբլուրում, ընդդեմ իմ ընկերներն են։ Պետք է խոնարհվել զինվորների առաջ։ Ես բան չեմ։ Ես ուղղակի մի հարցում եմ, ես բանոյում հերթի մեջ եմ տա։ Դուք երկարամյա զինծառայող եք։ Չէ, իմ որդին է զոհվել։ Չէ, հա ուզում եմ 44 սերիայի պատերազմի զոհված է։ Շատ լավ։ Հերթի մեջ, ես ունդ հերթի մեջ։ Պապիկյանը չի վերադարձել, չէ՞ դեռ։ Մենք ծրագիր ենք անում, Ես գիտեմ այդ ծրագիրը, ոնց բայց որ ես չգիտեմ երկարամյա ուրիշ բան եք ուզում ասել, ուղղակի ժողովուրդ պետք չի ասում։ համել ուղիղ եթերում ենք։ Հա, ուղղակի ես ուզում եմ իմանալ այդ հերթը երբ է հասնելու մենք իմանալ։ Բայց այդ երկարամյա զինծառայողների ցուցակն է իրանց կամավորը գնացել։ Դե մի հատ պետք Կարող է արժապետ, ին տղեն կամավորը գնացել։ Ափսոս Պապիկյանը ստեղ չի այցով որ ավելի կոնկրետ պատասխան։ Հա, գիտեմ։ Մի հատ նվիրեմ սրանից։ Անպայման։ Թե չկանոչ հետ հաստատ կռք կանեմ։ Կներեք էլի որ սեն չեմ կարա Չէ, այս պայն դա ես գիտեմ այդ հա կներեք Ես լսում մի բան եմ ուզում խնդրեմ ամբողջ այն թափի վերջի տարածքներից տնամերձող համար այս անձրևոտ օրերին ես քաղաքում եմ աշխատում Գասպարյան տարի ոչ ուսանողներն են կարողանում նորմալ հասնեն կանգ ճանապարհի խնդիրն է, ինչն է խնդիրը։ ասֆալտ գոյություն չունի Այն թափում այն թափի կենտրոնական փողոց մեծ խաչը որ կա որ գնում է աշտարակ արտաշատ մեգեթեկմա մասից այդ մասիսիկն բնակիչների Ոնց ես հեծանիվով տեղով անցել եմ ասֆալտ արած։ Այ ապրեք դուք մի հատ փողոց են երկար ասֆալտեր մեր մնացած փողոցները Ներսի փողոցների մասին եք ասում, որովհետև հիմնականները ասֆալտ արած։ Հələ կներեք Նուբարաշենից իջնում է ասֆալտը մինչև այդ խաչի կողքը հասնում է։ Խաչի կողքը չէ խաչի կողքով աճ Գյուղի մեջի փողոցների մասին է։ ոչ մի փողոց ասֆալտ չկա լացելով գնում ենք լացելով գալիս ենք ամբողջ ոտքի Հերթով կարվի։ Մի րոպե եղբայր։ Միանշան է։ Նշանները արել են ու չեն գալիս այս 2 տարի է այդ նշան են արել ասֆալտի Լավ է եղբայր։ շատ շնորհակալ։ 2 մետր ասֆալտի նշաններն արել են փողոցը Տենց փողոց չկա, որ ասենք չենք ասֆալտում։ Ամբողջը բոլորը հերթով կառուցելու են։ Ուղղակի հերթը պետք է գա։ Դուք այդ շրջապատում դուք տեսել եք, չէ՞ որ Նուբարաշենից միջև այդտեղ այդ հսկայական տասնյակ տարիներով ասֆալտ չի եղել, հիմի բարձրորակ ասֆալտ է։ Հերթով երեխեքը մեր չեն ցեխերի մեջ Հա, բայց երեխեքը կներեք այդ փողոցներն էլ էր ցեխերի մեջ 2 տարի առաջ կառուցել ենք, հետո հաջորդը ենք կառուցենք, ես ձեզ։ Շնորհակալություն, բայց Բարեվարշապետ։ Ես ինքնաբերել եք պարոն Փարսինյան, Ֆրանսիայից։ Ուրախ։ Ես այնքան ուրախ եմ, որ դուք տեսավ, այնքան ուրախ եմ։ Ես 2003 վայ մի հատ չէ, 3 հատ։ 3 թորնիկներից տղան, խնդրում եմ, շնորհակալ եմ։ Ուզում եմ հասկանալ, լավ, նկարվեք, շնորհակալ եմ։ Հա, էսա դե։ Բարեվարշապետ։ Չէ, լավ, այզուր շրջեց։ Հա։ Չեք երևում դուք ուղղակի տվեք։ Ահա, մի քիչ տենց, այ սենց։ Ահա։ Պարոն վարչապետ, Մի րոպե տիկինը տեսնեմ, ինչ ասում։ 2003 թվականից հետո ոչ մի ընտրության չեմ մասնակցել։